Փառք Տիրոջ այս հնարավորության համար, որ մենք մեր օրը, մեր 7-րդ օրը տրամադրում ենք իրան երկրպագելուն։ Սա կյանքի ապրելակերպի շատ կարևոր սկզբունք է, ժողովուրդ ջան։ Սա ուղղակի սովորույթ չի, սա ուղղակի ինչ որ մի բան անել չի, ասենք մեկ մի բան անում ենք։ Սա իրական Աստծո հետ շփվելու, Աստծո հետ հարաբերության մեջ մտնելու ձգտում է, ամեն 7-րդ օրը անցկացնել նրա հետ։ Ու ես ողջունում եմ ամեն մեկին, որ այս որոշումը կայացրել է իր կյանքում ու պահում է այդ որոշումը ու հարատևում այդ որոշման մեջ։ Ժողովուրդ ջան, այսօր ես ուզում եմ մի թեմայով կիսվել, որը անվանել եմ քո պատմությունը։ Պատմություններ փոքր ժամանակ հեքիաթ էինք սիրում, հետո մեծացանք պատմություններ ենք սիրում։ Մարդիկ սիրում են լավ պատմություններ լսել։ Այդ պատմությունները հարստացնում են։ Աստվածաշնչում մենք տեսնում ենք շատ պատմություններ գրված տարբեր մարդկանց մասին։ Ադամից սկսած Աստծո մարդկանց մասին, որի մասին մի քիչ երկար, որի մասին մի քիչ կարճ, օրինակ նախահայրերից Աբրահամի մասին քանի գլուխ գրված է, Իսահակի մասին շատ քիչ է գրված, բայց Աստվածաշնչում շատ տեղերում ենք հանդիպում, երբ որ ասում եմ ես Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածն եմ։ Բայց ամեն մի մարդու մասին գրված պատմությունը մեզ սնում է մի բան։ Ծննդոց 5-րդ գլխում, եթե կարդանք, Ադամի սերնդաբանությունն է ասում, Ադամի հետնորդների մասին, ու ասում է, այս մեկը այս տարիքում ծնեց սրան, այսքան տարի ապրեց, շատ որդիներ եւ աղջիկներ ունեցավ ու այս ինչ տարիքում մահացավ։ Այդ գլուխը որ կարդում ես, այնքան ակրկրվում, կարող ասես այդ նույն բանն է, բոլորի մասին։ Մեկ էլ մեջտեղը մի հատ նախադասություն կա։ Ո՞վ է այդ նախադասությունը տեսել։ Ամբողջ 5-րդ գլխի մեջ։ Ես ուզում եմ այդ նախադասությունը կարդամ։ Ծննդոց 5-րդ գլխի 24-րդ տողում դրանից առաջ գրվում է Ենովքի մասին ու ասում եմ մի հատ առանձին նախադասություն, որ այդ գլխում ոչ մեկի մասին այդ նախադասությունը չկա գրված։ Գրված է եւ Ենոք Աստծո առաջ քայլեց եւ չէր գտնվում, որովհետեւ Աստված նրան վերցրեց։ Մի նախադասություն։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ մի փոքր մի հատ այս նախադասությունը բացենք։ Ինչ է նշանակում։ Ինչ իմաստ ունի, ինչ խորություն ունի այս մի նախադասությունը։ Մի ամբողջ կյանքի պատմություն մի նախադասության մեջ գրված է։ Ենոքը Աստծո առաջ քայլեց։ Հիմա մի հատ sense որ մի մտքով տեղափոխվենք Ենոքի կյանք։ Ամեն օր տունը էսի չկա, այնի չկա, տուն սարքելա պետք, քարերը չի հերիքում, գործ չկա, ոչխարները լավ չեն ծնում։ Հասկանում եք ինչի մասին է։ Բայց իր ամբողջ կյանքը մի բառով, մի երկու բառով նկարագրվում է։ Քայլեց Աստծո առաջ։ Անկախ նրանից, թե ինչ էր կատարվում իր կյանքում։ Ու այնքան, ասենք ասենք, լավ քայլեց Աստծո սրտով քայլեց, որ Աստված իրան տարավ իր մոտ։ Ասես պատմություններ շատ կա Աստվածաշնչում։ Թագավորաց գիրքը, գրքերը, եթե սկսած սկզբից Սամուելի պատմությունը։ Նախ նրա մոր արարքը, վերջերս այս մասին էլի խոսացվեց, հետո Սամուելի նվիրվածությունը Աստծուն, հետո գալիս է Դավիթի պատմությունը, որ մի հրաշալի պատմություն է,
ու մենք դասեր ենք քաղում այդ պատմությունից, առատ դասեր, Աստծո առաջ քայլելու, Աստծո հետ վարվելու, խոնարհվելու, դասեր, որ նրա կյանքը կարելի է ասենց վերցնել ու հա փորձել քաղել այդտեղից Սողոմոնի կյանքի պատմությունը։ Մի բան, որ հենց որ ասում են իմաստություն, համեմատում են Սողոմոնի հետ, որտեվ ինչ ուզեց, ինչով է նշանավորվում Սողոմոնը, իր իմաստությամբ։ Ու որտեղից է այդ իմաստությունը։ Հիշում եք այդ պատմությունը, որ իր աղոթքի մեջ ասեց. ես ոչ իմ թշնամիներին եմ ուզում, ոչ ոսկի եմ ուզում, ոչ մի բան, ինձ իմաստություն տուր, որ քո ժողովրդին կարենամ ես առաջնորդեմ։ Մենք էլ գիտենք, որ մեր Աստված առատաձեռն Աստված է, առատությամբ է տալի նրան, ով սրտանց խնդրում է Աստծո փառքի համար։ Այս սաղ պատմություններ, հələ ես չեմ ասում էլ մարգարեների մասին, Աստծո մարդկանց մասին, տարբեր պատմություններ կան։ Գանք մի քիչ ավելի հետո նոր կտակարանում 4 ավետարանները պատմում են մեր Տիրոջ երկրային կյանքի մասին, որ մեր օրինակն է, որին ամբողջ Աստվածաշունչը հորդոր անում, որպեսզի մենք նմանվենք։ Ու այսօր մեր օրինակը ճշմարիտ կյանքի, ճշմարիտ Աստծո առաջ քայլելու միակ օրինակը, որ կա, ամենակատարյալ օրինակը, դա մեր Տեր Հիսուսի օրինակն է։ Բացի նրանից կա առաքյալների կյանքը։ Մենք ունենք Գործ առաքելոց գիրքը, որտեղ բազում պատմություններ պատմում են առաքյալների մասին, ովքեր իրենց կյանքը դրեցին ավետարանի համար։ Դրեցին ու ոչ մենակ ուղղակի ձգնորսությունը թողեցին, գնացին 3.5 տարի Հիսուսի ոտերի մոտ սովորեցին, այլ իրենց ամբողջ կյանքը մինչև հիմա այն էլ չարչարանքով նրանք գրեցին ավետարանի ավետարանը ցրելու, ավետարանը մարդկանց հասցնելու պատասխանատվությունը։ Մի խոսքով Աստվածաշնչում պատմությունները շատ են, ու շատ ուսանելի պատմություններ կան, շատ լավ պատմություններ կան։ Օրինակ լավ պատմություններից մեկը Եղիայի ու Եղիսեի պատմությունն է, ինձ շատ է դուր գալի։ Եղիան, որ ոչ մենակ Իսրայելը երևակայ այդ ամբողջ տարածաշրջանը գիտեր Աստծո մարդ։ Զորությամբ, որ աղոթում էր, երկինքը անձրև չէր տալի, աղոթում էր, երկինքը անձրև էր տալի, Տիրոջ զորությամբ լցված, ու Եղիսեն մտավ նրա մոտ ծառայության։ Ինձ շատ դուր է գալիս հարաբերություն, այդ նույնը ես այդ նույն հոգին, այդ նույն խոնարհությունն ու հեզությունը մեկ էլ Աստվածաշնչում մեջ էլի կան, բայց նաև Մովսեսի ու Հեսուի պատմության մեջ է երևում։ Ու գրված է, որ Եղիսեն Եղիայի ձեռքերին ջուր էր լցնում, նրան էր ծառայում։ Հետո այնքան ուշադիր ու լավ ծառայեց, որ այն ամենակարևոր պահը բաց չթողեց ու ստացավ հաջորդի իրավունքը Եղիայի մարգարեական ծառայության շարունակությունը ինքը անելու որպես մարգարե։ Շատ գեղեցիկ պատմություն է։ Այս պատմությունները մեզ բան են սովորացնում, բայց ցավոք սակի հենց նույն մի քիչ որ քրոնոլոգիայով գնում ենք առաջ, Եղիսեի ծառան էր Գեզին։ Ո՞վ է հիշում Գեզիի պատմությունը։
Գեզի պատմությունը նկարագրված է ագահության ոչ ճիշտ քայլերի եւ այլն։ Ոնց որ թե նույն իրավիճակներ, նույն Իսրայելներ, նույն երկիրներ, նույն ժամանակներն են, նույնպես չէ 1000 տարվա տարբերությամբ, բայց երկու բացարձակ հակառակ երևույթներ։ Մեկը խոնարհությամբ, հեզությամբ ծառայեց ու տիրոջից կարգվեց հաջորդ, մյուսը գնալով փողի ու շահի ու այլ բաների հետևից գործրեց։ Էլ չենք ասում պատիժներն ու մնացածը։ Հիմա առաջին Կորինթացիս 10-րդ գլխում Պողոս առաքյալը նկարագրում է, որ Իսրայելի ժողովուրդը իրենց անհավատության ուսանա կռապաշտության պատճառով ապստամբեցին Աստծո առաջ ու պատմա դրա մասին ու 11-րդ տողում սենց մի հատ բառ է ասում, սենց խոսք է ասում։ Եվ այդ ամենը նրանց առաջին Կորինթացիս 10:11 Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Այս ամենը կատարվում էր նրանց հետ, բայց գրվել է մեր համար, ժողովուրդ ջան, որպեսզի մենք խրատ առնենք ամբողջ Աստվածաշնչյան այս պատմություններից հարց, ինչի համար, որպեսզի կառուցենք մեր կյանքի պատմությունը, կառուցենք ճշմարտության վրա, կառուցենք աստվածապաշտության վրա ու շարունակեմ հետո են հաջորդը ինչա գալի։ Նախ ես կուզենամ մի փոքր այս տեղի վրա ձեր ուշադրությունը գրավեմ, ասում է, բայց իբրև խրատ գրվեց մեզ, այսինքն նրանց համար, մեզ համար, նրանց համար, որոնց համար հասել է ժամանակների վերջ, այսինքն վերջին ժամանակների համար։ Մենք գիտենք, որ մեր Տեր Հիսուսի առաջին գալուստով նրա հարությամբ սկսվեց վերջին ժամանակները։ Մենք ապրում ենք վերջին ժամանակներում, այդ վերջին ժամանակների ինչքան կտևի, մենք չգիտենք, բայց մենք գիտենք, որ այդ վերջին ժամանակների վերջը գալու է, երբ որ Տեր Հիսուսը երկրորդ անգամ գա։ Ամբողջ Աստվածաշնչի իմաստը այն է, որ մենք կարենանք նրա երկրորդ գալուստին նրա հետ թագավորենք հավիտենության մեջ ապրելով։ Եթե սա չի նպատակը, մնացած ամեն ինչը անիմաստ է, որովհետև նրա երկրորդ գալուստով վերջն է լինելու։ Այսինքն այս նյութական, ֆիզիկական աշխարհի մեղքից ապականված աշխարհի վերջն է լինելու, վերանալու է, չի լինելու այս աշխարհը։ Այսօր Տերը շատ պարզ ձևով աշխարհին տալիս է մի հատ հավիտենությունը ճաշակելու ու հավիտենությունը ժառանգելու հնարավորություն, խոսքի միջոցով ընտրության հնարավորություն, ով լսեց խոսքը և ընտրություն կատարեց հնազանդվելու այդ խոսքին, դառնում է ժառանգը հավիտենության։ Տիրոջ հետ ամենակալ Տիրոջ մենք երգում էինք, ամենակալ, որ երկիրն ու երկինքը ստեղծեց, նրա հետ սեղանին ճաշելու, նրա հետ հավիտենությունը ուրախության մեջ անցկացնելու։ Այսին ուղղակի մարդը չի կարող պատկերացնի ինչ է։ Հիմա մի քիչ sense միշտ այդպես օրինակ ենք, հա, բերում, բա որ այս պրեզիդենտը քեզ կանչեր, իր հետ գնայր հաց ուտելու, ոնց քեզ կզգայիր, կգնայիր թազաշորեր կառնեիր, բան, հələ մի քիչ բան լավ դուխի բան։ Մեզ
ամենակալ Տեր Աստվածն է կանչում իրա հետ հավիտենությունը ապրելու։ Բայց ինքը ուզում է, որ քանի մենք ապրում ենք այս երկրի վրա, մեր կյանքի պատմությունը ճիշտ պատմություն գրվի, որպեսզի այդ պատմությունը նաև օգուտ լինի մյուսների համար։ Այսօրվա այս վերջին օրերի ժամանակ այս աշխարհը ունի հատուկ, ոնց ասեմ, ոնց որ պրոպագանդա, ամեն ինչը տանելու նյութականի վրա, նյութական կյանքի վրա, այն ինչը որ ժամանակավոր է։ Գրքում ինչ ենք կարդում, բայց մենք ասում ենք, սպասում ենք անտեսանելիներին, ոչ թե այս տեսանելիներին։ Այս տեսանելիները անցնելու, բայց անտեսանելին ենք, սպասում ենք։ Ու հավատում ենք, որ այդ անտեսանելին լինելու է մեր կյանքում, որտեղ Տերն է խոստացել, ոչ թե որովհետև մենք այդպես հավատում ենք, այլ Տերը խոստացել է, ու մենք հավատում ենք Տիրոջ խոստմանը։ Երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի առաջին տողից մինչև 5-րդ տողերը կարդանք, երկրորդ Տիմոթեոս 3:1-5։ Իմացիր սա, ես Ժողովուրդ ջան, նոր թարգմանությունով եմ կարդում, եթե չհամընկնի Արարատյան թարգմանության հետ, սի ուղղակի նոր թարգմանությունն է։ Իմացիր սա, վերջին օրերին չար ժամանակներ կգան, որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյացեր, քան աստվածասեր։ Նրանք արտակուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են, նրանցից խուսափիր։ Ժողովուրդ ջան, այս ամենը այսօր պրոպագանդում է այս աշխարհը։ Էդի մտնում է որպես ստանդարտ։ Մարդը կարա ընկնի անկախ իրանից, ընկնի այս հոսանքի տակ, այնքան շատ է, այնքան է լցվում, բայց փառք Տիրոջը, որ Աստվածաշնչի լույսի տակ մեզ Աստվածաշունչը մեզ լույս է տալի, որպեսզի մենք կարենանք տարբերենք, թե մենք որտեղ ենք, թե մենք ինչի վրա ենք կառուցում։ Կառուցում ենք սրա վրա մեր կյանքը, թե կառուցում ենք Աստվածաշնչի վրա, Աստծո խոսքի վրա, Աստծո խոստումների վրա։ Այսի շատ կարևոր է, թե մենք ուր ենք նայում։ Ինչ է մեր կյանքի ստանդարտը, մեր կյանքի, այսօր կյանքի պահանջները շատ բարդ է։ Եթե առաջ լույս չկար, որ ինտերնետը լներ, հիմա լույս էլ կա, ինտերնետ էլ կա, այսինքն մարդիկ համ այդ լույսի դեմ են պայքարում, համ էլ ինտերնետի դեմ են պայքարում, հələ որ ինտերնետն էլ կորի, այսօրվա դրությամբ ինտերնետն հենց մտել մեր կյանք, որ մտել է։ Ու փառք Աստծո, որ մտել է։ Օրինակ, իմ ծառայության մի մասն է կազմում ինտերնետի հետ կապված սոցիալական ցանցերը, փառք Աստծո այդ սոցիալական ցանցերի համար։ Ինչի համար։ Որովհետև այդտեղ կարաս շատ արագ ու շատ լավ ավետարան ես։ Դու կարաս պրոստը, նայեք, Facebook, գիտեք, չէ, բոլորդ գիտեք Facebook-ը ինչ է նշանակում։ Գիրք, որը ցույց է տալի քո դեմքը։ Այդ ձևը թարգմանվում։ Եթե մեկը բացում է, ես մի օր տենց կարճամետրաժ մի հատ տենց բան ոնց որ հարցազրույցներ էլի տեսա, եկեղեցական մարդեր ու երիտասարդներին ասում կարելի է նայեմ քո էջը։ Այ ասենք ես ուզում եմ, որ իմ Facebook-ը, իմ դեմքի գիրքը Քրիստոսին ցույց տա։ Իմ ցանկությունն է դա, որովհետև ինքը ինձ ընդեղից է հանել, որտեղից շատ շատերը դուրս չեն եկել, ինքն է ինձ հանել։ Ինձ փրկել է, ես երախտապարտ եմ իրան։ Ես դրանով չեմ կարա, ասենց ասած,
պարտքս փակեմ։ Բայց ես կարամ ուրիշներին հայտնեմ, որ կա փրկության ճանապարհ։ Ինձ որ հանելա, քեզ էլ կհանի, մյուսին էլ կհանի, մյուսին էլ կպահի։ Իմ դեմքը հիմա սա է։ Եթե ես առաջ ունեի ուրիշ դեմք, ու ինձ այն մյուս դեմքով էին ճանաչում, հիմա առանց Քրիստոսի ես ոչ մեկ եմ։ Ու ինձ ոչ մեկ չի ճանաչի։ Բայց Քրիստոսով ես ճանաչված եմ որպես նրա ծառա։ Ու ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ կա սենց ճանապարհ։ Այդ նույն ինտերնետը, որը որ կարա մեկի համար կամ այն մյուսի համար ինչ որ խոչընդոտ հանդիսանա, դա կարա պատմի այդ նույն ինտերնետի սոցիալական ցանցը կարա իմ կյանքի մասին պատմի։ Այն կյանքը, որը ես որ ապրում եմ։ Ու եկեք ճիշտ խոսանք, ու պատմում էլ է։ Պատմում էլ է։ Որովհետև նման սոցիալական ցանցերում մարդը կիսվելով, ցույց տալով, ես երբեք դեմ չեմ, որ ասենք մարդը իր նկարը կամ իր երեխեքի մանավանդ ես էլ թող ունեմ, թողան նկարն է դնում, ես դրան դեմ չեմ։ Բայց ես վերջերս մի հատ ընկեր ունեմ, մանկության ընկեր, որ մենք 20 քանի տարեկանից բաժանվել ենք, ինքը Ամերիկայում է, ինձ գրեց ու իր առաջին գրելու մեջ ինքը գրել էր եղբայր։ Ժողովուրդ ջան, մենք իրար հետ կարտ էինք խաղում, մենք իրար հետ շատ բաներ էինք անում այդ մարդու հետ, էլի, ինքը ինձ եղբայր չի ճանաչում։ Ու մենք այս հավատացյալ կյանքում, ասենք ես իր հետ չեմ շփվել, բայց ինքը գրել էր եղբայր։ Ինչի էր գրել։ Ինչ եք կարծում։ Facebook-ում, այդ Facebook-ով էր, էլի, Messenger-ով էր գրել։ Վստահ եմ, որ նայել էր մի հատ իմ էջի մեջ ինչ կա։ Ըստ այնմ էլ ինքը ինձ գրել էր։ Հիմա էլ մեկ տենց էլի կոնաներով բանը տենց բաներ ա ուղարկում։ Ու հասկանում եք մարդու կյանքի պատմությունը ինչ է ցույց տալի։ Ինչ է ցույց տալի իմ կյանքի պատմությունը։ Այս երկրային կյանքում ամեն մեկս մեր հերթին աշխատում ենք մեր բնական բանով ձգտումով, հա, աշխատում ենք, որ ստեղծենք, կառուցենք, մեր երեխեքի համար պատրաստենք, դնենք։ Իմ ծնողները ուզեցել են իմ համար կառուցեն, պատրաստեն, դնեն, շատ են ուզեցել, բայց ես ապրել եմ իմ կյանքը։ Ես անցել եմ իմ դժվարությունները, ես անցել եմ իմ կյանքի ճանապարհը։ Ես շատ կուզենայի, օրինակ իրան գնացին Հունաստան աշխատելու, գնացին այդ ամեն ինչի սենց հնարավոր է իրանց արեցին, բայց իրանք հավատքի մեջ չկային։ Ես շատ ուրախ կլնեի, որ այն չարչարանքները, որ իրանք ներդրեցին, որ ինչ որ մի բան նյութական ինձ փոխանցեին, թե ինձ, թե իմ քույր եղբորը, դրա փոխարեն աստվածապաշտությունը ինձ փոխանցեին։ Հասկանում եք։ Էդի ինձ շատ ավելի մեծ օգուտ կտար ու էդի կլիներ մնայուն, քան այն ինչ որ իրանք փորձեցին ու տենց էլ չստացվեց։ Այտենց էլ քանդվեց, սովետն էլ քանդվեց, այն էլ քանդվեց, ես էլ հելա մի հատ ճամադանով առանց ոչինչ բանի հելա եկա այս երկիր, 0-ից սկսեցի, այսինքն կարելի է ասենց ասել, եթե մարդը դրել է նպատակ էդի, այդ մարդկանց նպատակը 0-ացավ։ Դարավ 0, այսինքն իրանց կյանքը լրիվ 0 անցավ։ Բայց այսօր մենք գիտենք զորավոր ծառայողներ, ովքեր հավատացյալ ընտանիքից էին։ Ու դու տեսնում ես նրանք, որ մանկուց մեծացել են Աստծո խոսքի մեջ։ Նրանք մանկուց տեսել են Տիրոջ հրաշքները, հասկացել են, իմացել են, Հիսուս Քրիստոս են իմացել։
Ես չեմ իմացել էդի։ Իմ համար ոնց է եղել իմ ծնողների կյանքի պատմությունը։ Հիմա ես այսօր մտածում եմ, իմ կյանքի պատմությունը ինչի վրա պետք է կառուցված լինի։ Ոչ թե որ իմ երեխան հիշի, որ իմ պապան, ասենք, շատ ուժեղ էր ու կարում էր մի ձեռով ես իմ ինչ ծանրություն բարձրացնել։ Ինձ դա պետք չի։ Ինձ պետք է, որ ես լինեմ այն օրինակը կամ այն օգնողը իր կյանքում, որ ինքը կարենա Աստծու հետ մոտենա Աստծուն ու Աստծու հետ կարենա ապրի։ Իմ ամենամեծ, բարձրագույն բանը, որ ես կարող եմ երեխու համար անեմ, դա է ժողովուրդ ջան։ Ու եթե ինձանից հետո պատմվեց, որ թե իմ հարևանը պատմեց, թե իմ բարեկամը, թե իմ երեխան, թե իմ ծանոթը, թե իմ ընկերը պատմեցին, որ ասին, այս մարդը Աստծու առաջ էր քայլում, ուրեմն ես կյանք եմ ապրել, որը որ պետքականն է եղել ուրիշներին։ Եթե չէ իմ կյանքի պատմությունը իմ մասին, ինչ պետք է պատմի։ Ով եմ ես, ինչ եմ արել, շատերը շատ բաներ են անում։ Միգուցե ես չկարենամ էլ այդքան անում։ Ժողովուրդ ջան, մեր կյանքի պատմությունը մեր պատմությունը չի։ Իմ կյանքի պատմությունը իմ պատմությունը չի։ Տեր Հիսուսի արած գործի պատմությունն է։ Եթե ես պատմեմ իմ մասին, ես իմ անձը կփառավորեմ, բայց ես ուզում եմ նրա մասին պատմեմ, ով որ ինձ փրկեց, կանգնացրեց, ոտքի կանգնացրեց, իր տան մեջ դրեց ու ասեց ծառայի մյուսներին։ Իմ կյանքի իմաստը այսօր, իմ կյանքի նպատակը ես չեմ, որ մարդիկ ինձ տենան։ Եթե ես ուզենայի ինձ տենային, իմիջայլոց ժամանակին ես առևտրով զբաղվել եմ։ Ինչ բաներ արել եմ, բիզնեսներ եմ արել բան։ Այսօր ես իմ համար ամենայն դեպս, հետո Տերը բացեց, որ դա հատուկ իմ համար է, որտեվ երկար ժամանակ նույնիսկ ես ասում եմ, ես երևի բոլոր հավատացյալների համար, вообще հավատացյալը բիզնեսին պետք է մոտիկ չգա։ Բայց չէ, հետո Տերը ինձ բացեց, որ դա իմ համար էր։ Ինչի է իմ համարը տենց, որովհետև եթե ես մի բան անեմ, դա լինելու է իմ աստվածապաշտության հաշվին։ Ու այստեղ սկսվելու է կառուցվելը իմ պատմությունը։ Եթե ես ունակ եմ, որպեսի անեմ իմ գործը ցանկացած, ըլնի դա կարիերա, ըլնի դա բիզնես, կապ չունի ինչ անեմ, բայց առաջին տեղում դնեմ Տեր Հիսուսին ու Աստծու գործը, ու կարում եմ ես էդի տանեմ, շատ ավելի լավ։ Բայց ոչ, որ պատմությունը կառուցվի աստվածապաշտության, մարդու պատմությունը կառուցվի աստվածապաշտության հաշվին։ Դրա համար ես էլի եմ ասում, ժողովուրդ ջան, իմ կյանքի պատմությունը իմ պատմությունը չի։ Կան ստեղ մարդիկ, ովքեր որ մինչև ապաշխարել են ինձ ճանաչել են։ Մի բան չէր իմ պատմությունը։ Բայց երբ որ ես ապաշխարեցի, մի բան փոխվեց։ Գոնե կարում եմ մեկին ասեմ, արի Տեր Հիսուսին ճանաչի։ Գոնե այդքանը իմ կյանքի պատմության մեջ մի հատ սպիտակ լույս է։ Իհարկե սխալներ ունենք։ Իհարկե ես էլ սխալներ ունեմ, սխալներ կանեմ, մեղքեր կգործեմ։ Բայց մենք չգիտենք Ենոքի կյանքում ինչեր է եղել։ Միգուցե հարևանի հետ, ասենք, չափարի համար կռիվ են արել։ Ես չգիտեմ, կարա լինի, ինչ որ բաներ կարա եղած լինի։ Բայց կարևորը էդի չէ, թե այդ ընթացքում ինչ է եղել։ Կարևորը, որ նա քայլեց Աստծու առաջ ու ամենակարևորը վերջն է։ Ոնց վերջացեց այս երկրային կյանքը։ Մեր հոգսը, սենց ասած, հոգսը
չպիտի լինի այս աշխարհի վրա, այս աշխարհի եղածը։ Եթե Տերը ասել է ես հոգ կտանեմ քո համար, եթե Տերն է ասել, ես էլ ինչ մտածելու բան ունեմ։ Իհարկե ինձ հասնա որ ես գնամ աշխատեմ։ Բայց որպեսի չլինի ես Տիրոջը թողեմ որ գնամ աշխատեմ։ Խնդիրը սրանում է։ Սաղմոս 139 14-16 տողերում գրած է հետևյալ խոսքերը։ Գոհանում եմ քեզանից, Սաղմոս 139 14-16 Գոհանում եմ քեզանից, որովհետև ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ է հասկացել։ Իմ ոսկորները չծածկվեցին քեզանից, երբ ես ստեղծվեցի ծածուկ տեղը եւ ճարտարությամբ կազմվեցի երկրի խորություններում։ Քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Ժողովուրդ ջան, Աստված մեր համար մտածել է մի հատ հիանալի կյանքի պատմություն, ամեն մեկի համար, ամեն մեկը ով որ այսօր ստեղ է, թող վստահ լինի, որ Աստված ունի արդեն մտածած, դու հələ ծնված չէիր, դու գոյություն չունեիր, երկիրը ստեղծվելուց առաջ ինքը արդեն քեզ գիտեր, քո մասին մտածել էր, քո կյանքի բոլոր օրերը արդեն ինքը պլանավորել էր։ Ու մի հատ հիանալի կյանքի պատմություն է մտածել ինքը քո համար, եթե ասես հա, իրան մենակ համաձայնությունը տաս, ընտրությունը կատարես իրա պատմության մեջ մտնելու։ Ցավոք սրտի մարդը ձգտում է իրա սեփական պատմությունը, բայց ոնց էլ կառուցի մարդը չի կարա կառուցի այնպես ոնց որ Տերն է կառուցում։ Իսկ Տիրոջ կազմած պատմությունը մեր համար դա ամենաընտիրն է, բայց մեզանից հասնում է միակ այդ ընտրությունը, որ նրան համաձայնություն տանք այդ պատմության մեջ մտնելու։ Այսօր ժողովուրդ ջան, ես ուզում եմ իմ քարոզը ավարտեմ հետևյալ մտքով։ Այսօր Տեր Հիսուսը մեզանից ամեն մեկին կոչ անում, ասում է, արի իրար հետ կառուցենք քո կյանքի պատմությունը։ Եթե այսօր դու ուզում ես, որ քո կյանքի պատմությունը երկնքում, այն որ հավաքվելու ենք այնտեղ, Պողոս Առաքյալը լինի, Դավիթը լինի, Նաթան Մարգարեն լինի, ասես կանգնած որ խոսալուց լինենք, իրանք պատմեն իրանց պատմությունները, դու էլ քո պատմությունը պատմես, ոնց ես փառավորել Տիրոջը երկրի վրա։ Մեր կյանքի ամբողջ իմաստը էդ է, որ այնտեղ պատկերացնում եք, չէ՞ որ այնտեղ ոչ մեկ չի կարա պատմի, թե ինքը այստեղ ինչ ավտոյա քշի։ Հավատում եք ինձ։ Այնտեղ ոչ մեկ չի կարա պարծենա, թե ինքը ինչ տուն է ունեցել, կամ ինչ զավոդի դիրեկտոր է եղել։ Զրո է դա այնտեղի համար։ Բայց եթե այնտեղ դու պատմելու ունենաս, թե քո կյանքով ոնց ես փառավորել Տիրոջը, էսի արդեն արժեք ունի երկնքի համար։ Դրա համար այսօր Տեր Հիսուսը ասում է, դու մենակով չես կարա, ես ուզում եմ քեզ օգնեմ, արի քեզ օգնեմ քո կյանքի պատմությունը կառուցելու համար, որպեսզի երկնքում այնտեղ մյուս սուրբերի հետ դու էլ ուրախությամբ պատմես, որ Տիրոջն եմ փառավորել իմ կյանքի բոլոր օրերում։ Եկեք վեր կենանք աղոթք անենք։ Հալելույա Հայր, շնորհակալ ենք քեզանից Տեր, շնորհակալ ենք Տեր քո ողորմության, քո ողորմության առատության համար Տեր, որ դու Տեր ջան, քո ողորմությամբ փրկել ես մեզ, կյանք ես տվել այս երկրի վրա Տեր ջան, որ մենք մեռած էինք, բայց դու կենդանացրիր մեզ Տեր, ու
Տեր ջան, լուսավորեցիր մեզ, որպեսզի տեսնենք քո մեծությունը, քո սրբությունն ու քո գեղեցկությունը, Տեր։ Գոհանում ենք քեզ այնց այդ ողորմության համար, Տեր։ Գոհանում ենք, Տեր ջան, որ քո ծառաները ըլնելու պատիվն ես տվել մեզ, Տեր։ Մենք այսօր քեզ այո ենք ասում, Տեր։ Արի մեր կյանք, Տեր ջան, օգնի մեզ կառուցելու մեր կյանքը, Տեր ջան, օգնի մեզ, Տեր ջան, կառուցելու մեր կյանքի պատմությունը, որտեղ որ քո անունն է փառավորվելու, Տեր, դու ես փառավորվելու իմ Աստված, որտեղ որ, Տեր ջան, դու ես թագավորելու, Տեր, քո ձեռքերի մեջ ենք տալի, Տեր ջան, քեզ այսօր ասում ենք այո, Տեր, խնդրում ենք, Տեր ջան, որ մեզ օգնես, մեզ բացատրես, հասկացնես, Տեր ջան, այն ինչը որտեղ որ մենք թերանում ենք, Տեր ջան, որը որ չենք հասկանում, Տեր։ Դու ես մեր Տերը։ Ու մեր կյանքը, Տեր ջան, թող որ քո մասին պատմի իմ Աստված։ Քանզի դու արժանի ես, Տեր, որովհետև դու արել ես ամեն բան մեր համար, Տեր։ Ամենը դու արդեն արել ես, Տեր։ Թող որ մեր կյանքում էլ, Տեր ջան, ամեն ինչը մեր կյանքում, Տեր ջան, քեզ փառավորի, Տեր։ Ու քո անունը բարձրացնի, Տեր, ու քո ավետարանին ծառայի, Տեր ջան, գոհանում ենք քեզանից ու փառավորում ենք քո սուրբ անունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։